Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ շատերդ աճեցնում եք կիդրոնի ծառ։ Նույնը ես։ Որովհետեւ կիդրոնի կորիզից շատ հեշտ է ծլեցնելը։ Հիմա եթե դուք տեսնում եք կորիզից աճեցրած ծառը, արդեն ինքը որ 2 տարեկան է, ես պատվաստ եմ արել։ Այս է կտրվածքը։ Էմուսիա քսած հատուկ որ ինֆեկցիա չանցնի, այս արդեն պատվաստը կպել է։ Հիմա իսկական ժամանակն է ժողովուրդ ջան, որ տեղափոխեմ ու դնեմ հատուկ կիդրոնների համար նախատեսված հողի մեջ։ Եթե մենք պատվաստ չենք անում, բերքատվությունը տևում է 10-ից ավել, 15 տարեկանում, նույնիսկ շատ տեղերում խոսում է մինչև 18 տարեկան նոր բերքատվություն է տալիս։ Դրա համար ամենաճիշտը պետք է ճարեք արդեն բերքատու ծառ, վերցնեք պատվաստ եւ պատվաստեք ձեր աճեցրած կիդրոնի ծառի վրա։ Հիմա ես այս ամանի մեջ դնելու եմ, տեղափոխելու եմ, որովհետեւ հողը արդեն հին է, ուժը կորցրած է, դրա համար ես ուզում եմ նոր հողի մեջ տնեմ, որ հատուկ նախատեսված է կիդրոնների համար։ Այս ես ցույց եմ տալի պարկը։ Այստեղ գրված է։ Այստեղ չեքերեն գրած է. Ս փշիդավկեմ ժելեզա։ Երկաթի քանակը ավելացրած մեջը։ Ավելացրածը կոկոսի մազը, փայդանյութ, այստեղ գրվում է, հետևում բաց բացատրում է ինչ բաղադրություն ունի, շատ հարուստ է արդեն ինքը որպես հող կիդրոնի ծառի համար։ Ժողովուրդ ջան, կիդրոնի ծառը խնամք է պահանջում։ Երբ որ մենք պարարտացնում ենք, պետք է պարարտացնենք վեգետացիայի սեզոնին անպայման պետք է պարարտացնենք 2 շաբաթը 1 անգամ մինիմում։ Իսկ հանգստյան սեզոնին դա արդեն աշունն է մինչև հաջորդ գարուն, կարելի է 1 ամիսը 1 կամ 2 ամիսը 1 պարարտացնել։ Խոնավությունը պահելով մինիմում չափի, իսկ ձմեռանոցը պետք է լինի ամենաիդեալականը կիդրոնի համար ձմեռելու պլյուս 10 աստիճանից մինչև 15 աստիճան։ Ինքը իդեալական ձևով ձմեռում է։ Դրանից շոկ վիճակում սկսում է դերևները թափվել եւ ինքը լավ չի զգում։ Վեգետացիայի շրջանը գարունը նորից սկսում է ինքը բուրըն ձևով արդեն տերևակալ է եւ ծառը մեծ թափ է առնում աճելու համար։ Պարարտացնում ենք հիմնականում բացի MPK-ից, այսինքն որը որ ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող պարարտանյութ է, նաեւ պետք է անպայման մեջը լինի մանգան, ամենակարևորը ցինկ եւ երկաթի քանակ, որովհետեւ դերևները չդեղնեն։ Հիմա մենք ցույց եմ տալիս ես տեղափոխելու process-ը, ջրում եմ, պարարտացնում եմ եւ սողում եմ արդեն դրսում։ Մինչև ցերդեր ընկնի։ Դե Չեխիայում կլիմա մի քիչ ավելի ուրիշ է, քան թե Հայաստանում կամ մեկ այլ տեղ, դրա համար ես թողնում եմ դրսում ամառվա ամիսներին։ Դրանից հետո արդեն հենց սեպտեմբերի կեսերից տեղափոխում եմ ավելի ներս, իսկ ձմեռը տեղափոխում եմ մի սենյակ, որտեղ ջերմաստիճան հասնում է մաքսիմում մինչև 15 աստիճան։ Հիմա բացում ենք պարկը։ Ամանի տակ անցքեր արված է։ Եթե կերամզիտ լիներ, հիմա իմ մոտ ես կերամզիտ կլցնեի, բայց դե պետք չի։ Անցքերից ջուրը գնալու է։ Այս է բաղադրությունը իր ամեն ինչով, տեսեք ժողովուրդ ջան։ Կան այլ պերլիտ, ավազի հատիկներ կան, փայդանյութ, երկաթ, մանգան, ցինկ, ամեն ինչ կա։ Հատուկ կիդրոնների համար է։ Հիմա տեսեք, սա արդեն պատվաստած է բերքատու ծառից։ Ես սրա բերքը ամենաուշը պետք է հավաքեմ 3 տարի դու, այսինքն 2028 թվականին, ժողովուրդ ջան։ Կիդրոնը ծաղկելուց մինչև պտուղը հասունանալ տևում է 6 ամիս։
Եթե ծաղկել է 6 ամիսում որ կարող եք առաջի կիդրոնը քաղեք ու թեյ խմեք։ Հիմա փորձենք անենք, չգիտեմ, սա արդեն 3 տարեկան է, 2 տարեկանից հետո պատրաստել են, 3-րդ տարին է, ահագին արմատներ կունենա։ Հիմա զգուշորեն հանենք արմատները չվնասենք։ Հանեցինք, ազատեցինք այս արմատները ժողովուրդ ջան։ Տեսեք, այս ժամանակին մեխեր են մտցրել, որտեղ ինքը երկաթի շատ պահանջ ունի։ Կիդրոնի ծառը, հեսա, մեխ, մյուս մեխը։ Հիմա այս մակրոնում ինչքան հնարավոր է, ազատեմ արմատները։ Ժողովուրդ ջան, հանեցի, արմատները լվացի, որովհետեւ հին հողը չմնա։ Այս նոր հողի մեջ ամիջապես արմատները կոնտակտ ունենան հողի հետ եւ ադապտացիան շուտ լինի։ Հիմա այս փոսը ես ընդարձակեմ մի քիչ ավելի 2 տարի հետո նորից պետք է ամանը փոխեմ։ Անպայման մեծացնեմ։ Ծառերը ամանը մեծացնում ենք անընդհատ։ Դրեցինք։ Հիմա լցնում ենք Yes. Նախադեсած իր հողը։ Տեղափոխեցինք ժողովուրդ ջան։ Սա էլ տեսեք, սա էլ նույն բաղադրությունն է, բայց արդեն հին է, այս դրամը փոխում նույն պերդը, նույն բաղադրությունն է, բայց արդեն ինքը օգտագործված է։ Սա նոր է։ Դրանց հետո վերցնում եմ պարարտանյութ, շատ քիչ քանակով, որպեսզի շոկի մեջ չընկնի բույսը, պարարտացնում եմ շատ քիչ քանակով։ Տեսեք։ Ընդամենը մի քանի գրամ, 1-2 գրամ։ Դրանց հետո նորից ծածկում եմ։ Պարարտանյութը ծածկում եմ։ Անցկացնում ենք հողի տակ։ Հենց որ արդեն զգացի բույսը ադապտացիայի ենթարկվել, տերևները նոր փոքր տերևները սկսում են մեծանալ, նորից կպարարտացնեմ։ Մի 2 շաբաթ հետո։ Դե նորից այս մեխերը, որ հանել եմ, նորից մտցնում եմ։ Այս կողքերը։ Երկաթի մեխերը, որովհետև երբ որ պակաս է լինում երկաթը, ինքը սկսում է դերերներ դեղնել։ Վերջացրեցինք, հիմա ջրում ենք։ Մի տարի հետո կամ 2 տարի հետո ամենաուշ է, ամանը կբեծացնեմ։ Վեր, ժողովուրդ ջան, եթե տեսամ թե դրամա եղավ օգտակար, եթե հավանեցիք, դրեցիք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ էր Բորիս Խանբեգյանը, եղեք առողջ, բարին ընդ ձեզ, ցտեսություն։